Տիզյան համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է։ Առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից, ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերը եւ չգործող, ինչպիսին օրինակ մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար։ Ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում։ Մարգարե Ալիջան անցակետում տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։ Մեր մյուս հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը շարունակվել է, շատ հետաքրքիր փաստ 23 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված եւ ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Ուզում եմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը, կարևոր էր Ագարակ Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, ամեն առիթի դեպքում մենք իհարկե ընդգծում ենք, թե որքան կարևոր է եւ որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ, սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի եւ արտգործնախարար
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեժեշքյանի երթմնակալության արարողությանը, վարչապետը երկու հանդիպում են ունեցել գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի երկու հանդիպում եւ մեկ հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան, ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթականիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստանի այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը, ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավորություն ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին եւ առաջիկայում եւս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաեւ Երևանում։ Մեր 4-րդ հարևանը, ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն Վրաստանն է, իհարկե նաեւ այն ժամանակ երբ այդ փաստաթուղթը ստորագրվում էր, ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Վարչապետերը փոխադարձ պաշտոնական այցեր են ունեցել, իմ այցն է տեղի ունեցել Թբիլիսի, որը էլի արդեն առաջիկայում ուրեմն հանդիպումներ են նախատեսվում, այդ այցը արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին։ Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել է, աճել է 27%-ով 23 թվականի համար, սա եւս շատ շոշափելի ուրեմն ցուցանիշ է եւ կրկին շեմը չի, սահմանը չի տեղ կա ավելացնելու։